Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմաստային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ այսօր սիրելիներս խոսենք շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր թեմայի վերաբերյալ։ Մոտենում է 2026 թվականը, հրեղենձիու տարին, որը շատ այսպես ավանդաբար հրեղենձիու տարիները լինում են շատ բար, շատ ակտիվ, հարուստ այսպես իրադարձություններով, անսպասելի զարգացումներով եւ մեզ բոլորիս այժմ հետաքրում է թե ինչ է լինելու 2026 թվականին, իսկ ամենաճշգրիտ կանխատեսումները 2026 թվականի իհարկե ավանդաբար ներկայացնում է The Economist ամսագրի նոյեմբերյան շապիկը, նոյեմբերի 12-ին ամեն տարի The Economist բրիտանական ամսագիրը ներկայացնում է գալիք տարվա կանխատեսումները, իհարկե այլաբանությունների, այսպես խորհրդանիշների տեսքով, բայց այնուամենայնիվ բավականին ճշգրիտ են լինում այդ կանխատեսումները, փորձը ցույց է տալիս, որ այն իրադարձությունները, որոնք ներկայացված են այդ շապիկի վրա, հիմնականում իրագործվում են գալիք տարվա ընթացքում։ Դե դա պատահական չէ, որովհետև ըստ էության այս կանխատեսումը ներկայացնում են, այսպես ասած, համաշխարհային կառավարության ներկայացուցիչները, այն ուժերը անդրկուլիսյան, որոնք ղեկավարում են համաշխարհային գործընթացները, որոնք որոշումներ են կայացնում գերտերությունների, փոխհարաբերությունների, ընդհանրապես համաշխարհային մակարդակով որոշումներ են կայացնում։ Եվ այդ պատճառով այդ շապիկում հիմնականում ներկայացված բոլոր իրադարձությունները որպես կանոն իրականանում են։ Ցավալիորեն իհարկե մեր հայկական իրականության մեջ անտեսվում է այդ թեման, իդեպ ես պետք է ասեմ, որ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը հստակորեն ներկայացված էր The Economist ամսագրի 2019 թվականի նոյեմբերի 12-ի հրապարակված շապիկում։ Եվ շատ այլ նմանատիպ օրինակներ ունենք, որ հստակ ճշգրիտ կանխատեսումներ են տրվել։ Այնուամենայնիվ մեր իրականության մեջ գրեթե չեն անդրադառնում այս թեմային, եւ ես երբ YouTube-ով որոնում էի 26 թվականի The Economist շապիկի հետ կապված նյութերը, զարմանալիորեն նկատեցի, որ բավականին ակտիվ այս թեմաները արծարծվում են թուրքալեզու ինտերնետ տիրույթում, նրանց լրատվականներն են անդրադառնում, ինֆորմացիոն կայքերն են անդրադառնում այս թեմային, բավականին լուրջ վերլուծություններ են կատարվում։ Եվ սա խոսում է միայն այն մասին, որ ցավալիորեն մեր քաղաքագիտական վերլուծական միտքը բավականին կաղում է, բավականին թույլ է, բազմաթիվ այլ մասնագետներ համամիտ են ինձ հետ, որ հայալեզու ինտերնետ տիրույթում բավականին թե թեմաների տեսանկյունից բավականին աղքատ է մեր վերլուծական միտքը, թե վերլուծությունների խորության մակարդակի տեսանկյունից բավականին թույլ է եւ աղքատ է մեր թույլ են մեր վերլուծաբանները համեմատած անգամ ադրբեջանական եւ անգամ թուրքական վերլուծաբանների հետ։ Սա իհարկե եւս մեկ անգամ նշանակում է, որ մեր դիրքերը, մեր դերը, մեր նշանակությունը, մեր կշիռը ընդհանրապես այս տարածաշրջանում գնալով նվազում է։ Եվ պարզապես մեր քաղաքական վերլուծաբանները, քաղաքագետները ուղղակի դրա արտացոլանքն են հանդիսանում։ Էլ ինչ ասեմ աստղաբանների մասին, որոնք դե պարզապես այսպես աստղաբաններ չեն, աստրոհոգեբաններ են, որոնք թիթե
լեռնակների պես թռչկոտում են տարբեր YouTube-յան ալիքներով, ներկայացնելով իշխանահաճո կանխատեսումներ, որի համար իհարկե կլորի գումարներ են ստանում, սիրելի բարեկամներ, դրանք պարզապես այս թրքապատակ իշխանությունների համար աշխատող բազմաթիվ այսպես վերլուծաբանների մի մասն են կազմում, այլ որ դրանք աստղաբաններ չեն եւ որևիցե ճշգրիտ կանխատեսում առհասարակ ունակ չեն ներկայացնելու։ Սա իհարկե ողբերգություն է, որովհետեւ գիտեք, որ մեր իրականության մեջ, հայկական իրականության մեջ առկա է շատ վիթխարի հազարամյակների պատմություն ունեցող աստղաբանական միտք, որ ապացուցվում է մեր բազմադարյան այդ ձեռագրերով, որոնք առկա են Մատենադարանում, եւ այսպիսի աղքատ, այսպիսի, այսպես ասած, էփացավի ծիծաղը կգա, երբ լսեք այդ աստրոհոգեբանների կանխատեսումները, ուղղակի խայտառակություն է հայ իրականության համար։ Ես բազմիցս եմ անդրադարձել դրան եւ վերջերս շատ հետաքրքիր էր, որ այդ տարիքով աստրոհոգեբանը ներկա էր կարգալույծ Ստեփան Ասատրյանի այդ պատարագին, հա, կեղծ պատարագին, որը որ նույնպես շատ տարօրինակ էր, տարօրինակ չէ, էզոտերիկ իմաստով, որովհետև նմանը ձգում է նմանին, այսինքն չկայացած աստղաբան, չկայացած աստրոհոգեբան, չկայացած հոգեբան, չկայացած կոֆեի բաժակ նայողը ներկա է լինում չկայացած քահանայի պատարագին, դա շատ օրինաչափ է, սիրելի բարեկամներ, ցավալիորեն այսպիսին է մեր իրականությունը, այդ բոլոր մարդիկ պարզապես ծառայում են այս թրքապատակ իշխանություններին եւ նրանց պես ասած միսիան եւ նպատակը չէ ներկայացնել իրականությունը, բայց ես բարեբախտաբար կամ մեր իրականության մեջ եւ ես ձեզ ներկայացնում եմ աշխատում եմ իրականացնել այն օբյեկտիվ իրողությունները, որոնք մեզ շրջապատում են, թե լավ, թե վատ, ամեն դեպքում իհարկե ամեն մեկը անում է իր ընտրությունը եւ ես շատ ուրախ եմ, որ այնուամենայնիվ մեր հասարակության մեջ առողջ միտք առկա է եւ ես ունեմ բավականին շատ հետևորդներ, ես կասեի ամենամեծ հետևորդների թիվը բոլոր այդ այսպես կոչեցյալ աստղաբանների եւ աստրոհոգեբանների մեջ, պես որ ամեն բան կորսված չէ, բարեբախտաբար, իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ The Economist ամսագրի կանխատեսումները 2026 թվականի հետ կապված եւ այս անգամ մի փոքր ավելի հետաքրքիր է լինելու այս վերլուծությունը, որովհետեւ ես ներառել եմ նաեւ աստղաբանական իրադարձությունների, այսպես ասած, կորելյացիան այդ խորհրդանշական, այսպես ասած, կանխատեսման հետ գնացինք։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, ահա այսպիսի տեսք ունի The Economist ամսագրի նոյեմբերյան կանխատեսումը, որը իրենից ներկայացնում է այն իրադարձությունների համագումարը, որոնք պետք է տեղի ունենան 2026 թվականի, հա, դուք տեսնում եք ամբողջական շապիկի պատկերը։ Դե այստեղ ինչ է նախ եւ առաջ գրավում մեր ուշադրությունը, հա, տեսեք այստեղ ներքևում պատկերված է մի ֆուտբոլիստ, որը կառավարում է, կարելի է ասել, իր ոտքով մի ամբողջ երկրագունդ։ Սա շատ խորհրդանշական է ոչ միայն այն տեսանկյունից, որ 2026 թվականին ֆուտբոլի համաշխարհային այդ խաղերը կլինեն, այլ նաև այն տեսանկյունից, որ մեկ անձնավորություն կարող է այնպիսի հզոր ազդեցություն ունենալ մարդկային զանգվածների վրա, որ ղեկավարի աշխարհը, կառավարի մարդկային մտքերը, կառավարի մարդկային ինչ-որ գործողություններն ու քայլերը։ Այստեղ շատ խորհրդանշական է եւ սա իմ կարծիքով հանդիսանում է հենց այն
այսպես կոչված բլոգերների ազդեցությունը, բլոգերների ազդեցության աճը համաշխարհային մակարդակով մարդկային մեծ զանգվածների վրա, մարդկային կարծիքը, մարդկային ճաշակը ձևավորելու վրա։ Ահա իմ կարծիքով այս ոտքով հարվածը սա է նշանակում, բայց առհասարակ բավականին մտահոգիչ է 2026 թվականի համար նախատեսված այդ պատկերը։ Նախ այն տեսանկյունից, որ այստեղ այս շապիկը աչքի է ընկնում 2026 թվականի կանխատեսմամբ շապիկը The Economist-ի աչքի է ընկնում ռազմական տեխնիկայի ակտիվությամբ եւ առատությամբ, մենք այստեղ տեսնում ենք ինչպես սուզանավեր, այնպես էլ տիեզերանավեր, բազմաթիվ դրոններ են պտտվում, այսինքն անօդաչու թռչող սարքեր, տանկեր եւ այլ սպառազինություն, նաեւ բազմաթիվ ռոբոտների տեսքով սպառազինություն, ահա տեսեք շուն ռոբոտ, տեսնում ենք նաեւ հենց մարդանկերպ ռոբոտների արկայություն, ահա այստեղ տեսնում եք նման են իհարկե տիեզերագնացների, բայց իմ կարծիքով սա նաև եւ տիեզերագնացներ կան եւ այսպես մարդանման ռոբոտներ, որը խոսում է այն մասին, որ իհարկե 2026 թվականին արհեստական բանականության ազդեցությունը մեր իրականության վրա շատ ավելի մեծ է լինելու։ Իհարկե կենտրոնում շապիկի ներկայացված այս տորթը, որը ինչ է ներկայացնում, գիտեք, որ հաջորդ տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների 250-ամյակն է լինելու, հիմնադրման 250-ամյակը, գիտեք, որովհետև անկախության հռչակագիր եւ ԱՄՆ-ի անկախացումը տեղի ունեցել հուլիսի 4-ին 1776 թվականին եւ 2026 թվական դա 250-ամյակն է։ Բայց այստեղ վերևում ինչ ենք մենք տեսնում այս գեղեցիկ տորթի վերևում, այսինքն ամեն բան խաղաղ չէ, նախ կարմիր փուչիկներ, որը ընդհանրապես կարմիրը խոսում է դա Մարսի գույնն է, արյան գույնն է, ագրեսիայի գույնն է, եւ վերևում այստեղ մենք տեսնում ենք բռունցք, որը որ ըստ էության ազատությանը ձգտող մարդու խորհրդանիշ է, որը որ ձեռնաշղթաներով, այսինքն այդ բոլոր ազատություններ, այսինքն կարող ենք ենթադրել, որ 2026 թվականին այդ բոլոր ազատությունները աստիճանաբար այսպես նահանջ են ապրելու, թե խոսքի ազատությունը, թե տեղաշարժի ազատությունը, այստեղ ես տեսնում սահմանափակումներ տեղաշարժի հետ կապված, ինչ-ինչ հանգամանքներով, բացի դրանից տեսնում եք բռունցքի հետևում ԱՄՆ-ի դրոշակն է, զոլավոր եւ աստղավոր եւ շուրջը ամբողջությամբ հրթիռներ են, շատ խորհրդանշական են այս հրթիռները, նաեւ միջուկային ուրեմն միջուկային զենքի համար նախատեսված հրթիռներ են, ըստ էության միջուկային զենք է իրենից ներկայացնում, հեռահար հրթիռներ են այստեղ պատկերված եւ որը որ շատ իհարկե խորհրդանշական է, տեսեք Դոնալդ Թրամփը այս տարի հանձնարարեց վերանվանել պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության, այսինքն ըստ էության սա պատերազմի նախարարության առաջին, այսպես ասած, ծիծեռնակներն են, այստեղ ինչ որ մենք տեսնում ենք այս բռունցքի շուրջը եւ բացի դրանից հանձնարարեց, որ վերսկսվեն միջուկային զենքի փորձարկումները, որը որ այստեղ մենք տեսնում ենք այդ փորձարկումների արգասիքները ամենայն հավանականությամբ, իսկ հեռվում նաև տեսանելի են պայթյուններ, իհարկե սա ատոմային պայթյուն չէ, որովհետև ատոմային պայթյունը դա ինքը ունի սնկաձև տեսք, բայց այնուամենայնիվ բավականին մտահոգիչ են այստեղ դիտարկվող բազմաթիվ պայթյուններ եւ թռչող անօդաչու թռչող սարքեր, այս օրինակ շատ
ռազմական անօդաչու թռչող սարք է։ Պատկերված է նաև տիեզերանավեր, բազմաթիվ տիեզերանավեր, շատ հետաքրքիր նավ է, որը նույնպես ավիակիրի նման չէ, բայց նույնպես ռազմական նավ է այստեղ պատկերված, այսինքն պետք է ֆիքսել, որ 2026 թվականին ունենալու ենք սպառազինությունների աննախադեպ աճ, ամբողջ աշխարհով մեկ, որը որ իհարկե խաղաղության համար չեն նախատեսված այս զենքերը, այլ պատերազմի։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել նաև այն հանգամանքի վրա, որ այստեղ ամբողջ այս շապիկը կապտա սպիտակ, կարմրավուն ինչ-որ գույների երանգների մեջ է։ Կապույտը կարմիրը և սպիտակը Ռուսաստանի Դաշնության իհարկե դրոշների գույնն է, դրոշի գույնը նաև մի շարք այլ երկրներ այդպիսի դրոշներ ունեն, Ֆրանսիան, Նիդերլանդները եւ այլն, բայց այնուամենայնիվ այստեղ սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հզորացման դեմ ուղղված ռեալ քայլեր են ձեռնարկվելու ԱՄՆ-ի կողմից եւ փորձելու են ստեղծել շատ ավելի հզոր զենք, քան ունի Ռուսաստանը։ Ես այսպես եմ դա հասկանում, բացի դրանից իհարկե այստեղ գրված 250, սա ԱՄՆ-ի ասացինք 250-ամյակն է, իսկ 250-ամյակը դա Սատուրն մոտ է Սատուրնի մեծագույն տարիների ըստ միջնադարյան ավանդական աստղաբանության։ Այսինքն ԱՄՆ-ն մտնում է Սատուրնի մեծագույն տարիների մեջ, իսկ Սատուրնը դա սահմանափակումների մոլորակ է, որը որ արդեն իսկ հուշում է, որ տեղի են ունենալու զգալի սահմանափակումներ, միգրացիոն սահմանափակումներ են կիրառվելու, ազատություն խոսքի սահմանափակումներ կարող է կիրառվեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ընդհանրապես Սատուրնը ինքը նաեւ մեծ չարիքի մոլորակ է, այստեղ հնարավոր են ամեն տեսակ զարգացումներ, վթարներ, բնական աղետներ, այսինքն ԱՄՆ-ում այդ ամենը գալիք տարվա մեջ ավելի եւ ավելի զգալի է դառնալու, բացի դրանից, որ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն արդեն քանի տարի իշխում են, ԱՄՆ-ում իշխում են տարիքավոր մարդիկ, Բայդենը, հետո Տրամպը, նորից Բայդենը, հետո նորից Տրամպ, այսինքն այդ տարիքավոր մարդիկ ընդհանրապես ծերունիները դրանք Սատուրնի վերահսկողության տակ գտնվող տարիքային խմբերն են, մարդկային խմբերն են, այնպես որ սա նույնպես նշանակում է, որ հենց այդ ավտորիտարիզմը Սատուրնի հետադիմական ինչ-որ քայլերը, հետադիմական հայացքները, այդ ավանդական արժեքների քողի տակ առաջ են բրդվելու հենց այդ հետադիմական կոնսերվատիվ ինչ-որ գաղափարներ, որը այստեղ հստակ արտահայտված է, տեսեք, մարդկային ուղեղն է, այս նավի, ռազմական նավի կողքը եւ կապված է կարմիր ուրեմն լարով հեռակառավարման ինչ-որ վահանակի հետ, որը ըստ էության նշանակում է, որ մարդկային ուղեղները շատ լավ լվացվում են եւ ցանկացած գաղափար հնարավոր է այսպես ներբեռնել, պարզապես ինչպես մենք ծրագրեր ենք ներբեռնում համակարգիչների մեջ, այդպես էլ կարելի է ցանկացած գաղափար ներբեռնել պարզապես ուրեմն մարդկային ուղեղի, մարդկային գաղափարախոսության մեջ։ Ու սա նույնպես շատ մտահոգիչ է, որ եւ այս ամենի հետևում իհարկե կանգնած է նախ եւ առաջ ԱՄՆ-ն, այստեղ կենտրոնական դիրք է զբաղեցնում Դոնալդ Թրամփի պատկերը, որը պարում է, այսպես ասած, իր սիրելի պարը, այսինքն այդ շոումենների կառավարությունը, իշխանությունը շարունակվում է եւ քաղաքականությունը վերածվում է կրկեսի, քաղաքականությունը վերածվում է բրեյք-դանսի, ինչ-որ պարզապես խրախճանքի, շոուի, ուրեմն հարթության մեջ է դրվում քաղաքականությունը, որը կորցնում է իհարկե իր լրջությունը ամբողջությամբ։ Շատ հետաքրքրական է նաև
ամբողջ այս երկրագնդով մենք տեսնում ենք նաև դեղամիջոցներ, շատ դեղահաբեր, թափած, չգիտեմ, ինչ որ բացի թղթադրամներից, իհարկե այստեղ կան նաև դեղահաբեր, այսպես տեսնում եք այս դեղահաբերը, սա նշանակում է, որ եւ ինչպես նոր հայտնագործվելու են նոր դեղամիջոցներ տարբեր հիվանդությունների դեմ, այնպես էլ նոր հիվանդությունների հայտ կգան, այստեղ դուք տեսնում եք այս շպրիցը, հա, ներարկիչը, որը որ ինչ որ մեծ ազդեցություն է ունենալու մարդկային մեծ զանգվածներու, հնարավոր ինչ որ նոր պատվաստանյութ ստեղծվի կամ նոր դեղամիջոց, ներարկման միջոցով, որը որ կարող է որոշակիորեն ազդել մարդկային հոգեբանության վրա, հոգեկան աշխարհի վրա, իմ կարծիքով սա է այստեղ հիմնական լեյտմոտիվը, տեսնում եք երկու ներարկիչ, այսինքն մենք արդեն թևակողել ենք ազատության ամբողջական սահմանափակման մի դարաշրջան, որտեղ ամեն բան վերահսկվում է ըստ էության արհեստական բանականության կողմից կամ այդ համաշխարհային կառավարությունը ներկայացնող ուժերի կողմից։ Հիմնականը սա է այս իհարկե պատկերների բովանդակություն։ Իհարկե գրեք նաև մեկնաբանություններում ինչ եք դուք մտածում այս պատկերների հետևում, թե ինչ ապագա է թաքնված, արդեն կարմիր գույնի առատությունից իհարկե արդեն պարզ է դառնում, որ այնուամենայնիվ զինված հակամարտությունները շարունակվելու են եւ հատկապես ռուս-ուկրաինական այդ հակամարտությունն, այստեղ մենք տեսնում ենք նաև Զելենսկուն, որի իհարկե օրերն ու ժամերը, եթե այսպես կարելի ասել, արդեն հաշվված են, կիսատ է Զելենսկու պատկերը, եթե ուշադրություն դարձնեք, այստեղ կիսատ է, ես կարծում եմ սա Ջորջիա Մելոնին է, Իտալիայի նախագահը, նա է ոնց որ կիսատ, այստեղ երևում ամբողջական մարմինը չի երևում եւ Զելենսկին նույնպես ամբողջական մարմինը չի երևում, այսինքն ջրի մեջ է խորտակվում, թե պայթյունի մեջ է խորտակվում, ահա այստեղ տեսեք այս կարմիր գույնով այս պայթյունը, որը նշանակում է, որ արդեն նրա իշխանությունը զգալիորեն այսպես լրջագույն խնդիրներ ունի եւ լուրջ ճգնաժամի մեջ է։ Բայց այնուամենայնիվ թղթադրամների առատությունը Զելենսկու շուրջը խոսում է այն մասին, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են այս պատերազմի ռուս-ուկրաինական այս հակամարտության շարունակման մեջ։ Դա ամենայն հավանականությամբ գալիք տարվա ընթացքում այնուամենայնիվ շարունակվելու չնայած բոլոր համաձայնությունների։ Նաև մենք տեսնում ենք այստեղ շատ հետաքրքիր պատկեր է, ավանդական հունական նավ է եւ հին այսպես առևտրականները կարող են նրանք հույներ լինեն կամ փյունիկացիներ լինեն, շատ հավանական է, բայց շատ հույների են նմանվում, ինչ որ Զելենսկուն նվերներ են բերում, որը շատ նման է տրոյական ձիու պատմությանը, գիտեք, որ այնպեսի կանխատեսում էր արված Տրոյա քաղաքի համար, որ վախեցեք դանայացիներից, այդ հույներից, որոնք կբերեն ձեզ ընծաներ, այդ հենց այդ ընծաների մեջ էր հենց այդ տրոյական ձին, որտեղ թաքնված էին հույները եւ դա ճակատագրական եղավ այդ Տրոյայի համար, այդ քայլով Տրոյան չէր ստացվում գրավել եւ դա հենց այդպես էլ գրավվեց։ Նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել նաև Զելենսկու շուրջ, այսինքն այդ բոլոր ներարկումները, այսպես ասած, այդ պատերազմի մեջ կարող են հակառակ ազդեցությունների վերջո ունենալ եւ կործանարար լինել նախ եւ առաջ Զելենսկու ուրեմն քաղաքական կարիերայի համար եւ նրա աջակիցների քաղաքական կարիերայի համար։ Այստեղ նաև շատ հետաքրքրական է, որ Սուզանավ է երևում, բազմաթիվ անօթաչու սարքեր, ռոբոտներ եւ
հենց այս տրոյական ձին, այսինքն հրթիռը դուրս է գալիս հին հունական նավեջը, հետաքրքիր պատկերավոր ձևով են ներկայացրել, հիմա չգիտեմ հերվում նաև սա ռուսական տանկեր են ամենայն հավանականությամբ կարմիր գույնի, ինչ եք մտածում այս ամենի մասին, այսինքն որքան էլ փորձեն Մարևմուտքը, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները այնուամենայնիվ փրկել Զելենսկու վարչակարգը, որքան էլ փորձեն նրանք, այսպես ասած, նրան չոր դուրս բերել ջրից, դա չի ստացվելու, համենայն դեպս այսպիսի կանխատեսումներ անում են հենց այն ուժերը, որոնք, այսպես ասած, նախաձեռնել են, որոնք ինսպիրացրել են, որոնք հենց հեղինակել են այս բոլոր զարգացումները։ Այսինքն փուրն են տալիս բոլոր նրանց, ովքեր պարզապես գործիք են իրենց այսպես անմարդկային ծրագրերի իրականացման համար, սա է նշանակում իմ կարծիքով։ Այստեղ նաև շատ հետաքրքիր կենտրոնում, հենց այս երկրագնդի կենտրոնում, մենք տեսնում ենք խաչված սրեր, որը նույնպես խորհրդանշում է շարունակվող հակամարտություն, արևմուտքի եւ արևելքի շարունակվող հակամարտությունը, այստեղ պատկերված են նաև դրամներ, ես կարծում եմ սա դրամները եւ փոխարժեքները, այսինքն տարբեր արժույթների փոխարժեքները, որոնք երբեմն շատ բարձր կուրսով են ցուցադրված եւ տարվա վերջում արդեն իհարկե շատ զգալիորեն նվազում է, որը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ 2026 թվականին շարունակվելու է տնտեսական ճգնաժամը եւ լուրջ վայրիվերումներ ու ցնցումներ են տեղի ունենալու, դրանք հատկապես տարվա երկրորդ կեսին են տեղի ունենալու ըստ այս պատկերի։ Պատկերի ձախ կողմում այստեղ մենք տեսնում ենք այսպես արևելյան, բլոկը, Պուտինն են պատկերված, Սի Ցզինպինն է եւ Նետանյախուն, ամեն դեպքում շատ վերլուծաբաններ կարծում են սա Նետանյախուն է, շատ տարօրինակ, այսպես եռյակ է այստեղ պատկերված, որոնք իհարկե դիմակայում են այդ արևմուտքին, Սի Ցզինպինին ձեռքի մոտ կարմիր փուչիկ է, որը որ նշանակում է, որ եւ արևմտյան շահերն է հետապնդում եւ այսինքն փորձում է այսպես հավասարակշռել, իր քաղաքականության մեջ եւ արևմտյան շահերը եւ արևմուտքի շահերը եւ արևելքի շահերը, նույնպես շատ հետաքրքրական է եւ ինչ է նշանակում մետաղը այս պատկերում, այսինքն այս երկու խաչված սրերը, մետաղը, սիրելի բարեկամներ, չինական մետաֆիզիկայի մեջ ամենայն դեպս որպես էլեմենտ առկա է եւ չինական օրացույցում եւ բացի չինական աստղաբանության մեջ մետաղը հանդիսանում է պատերազմի խորհրդանիշ, ռազմական գործողությունների խորհրդանիշ, որտեղ մետաղից են պատրաստվում բոլոր զենքերը հնուց ի վեր։ Եվ մետաղական ամիսներին ամենայն հավանականությամբ այստեղ ցույց է տալիս, որ ինչ որ ուժեղ, այսպես վայրիվերումներ ու ցնցումներ են լինելու կամ առանցքային որոշումները բոլոր այդ հակամարտությունների հետ կապված, բոլոր ինչ որ խնդրահարույց հարցերի հետ կապված, հենց մետաղական ամիսներին հնարավոր է որոշվեն, իսկ այդ մետաղական ամիսները դա մեզ մոտ ուրեմն փետրվարն է եւ մարտն է, շատ խորհրդանշական է, ինչու փետրվարը եւ մարտը, որովհետեւ հենց փետրվարի 17-ին բացվում է խավարումների ձմռագարմանային միջանցքը, որովհետև փետրվարի 17-ին տեղի կունենա օղակաձև արևի խավարում, իսկ մարտի 3-ին ականատեսը կլինենք ամբողջական լուսնային խավարմանը։ Սա, այսինքն այդ ամիսները շատ կարևոր են, ինչ որ համաձայնություններ են հնարավոր, ինչ որ պայմանավորվածություններ են հնարավոր է, բայց գիտեք, որ խավարումների միջանցքում ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն, համաձայնություն, նրանք շատ հեղեղուկ են եւ բարդ իրագործելի կամ բարդ շտկելի կամ շատ այսպես քարացած եւ ճկուն չեն եւ չեն արտահայտում բոլոր կողմերի ամենայն հավանականությամբ այդ պայմանավորվածությունները չեն արտահայտելու բոլոր կողմերի շահերը, որը որ
ցավալիորեն կբերի հակամարտության խորացմանը կարող է բերել։ Այստեղ շատ հետաքրքիր պատկերներ կան գինու բաժակները։ Գինու բաժակները իրանք խորհրդանշում են ուրեմն այս Իտալիայի վարչապետին կամ նախագահին Ջորջո Մելոնի, որին Տրամպը շատ կոմպլիմենտներ էր անում, շատ տարօրինակ պահվածքով նա ուրեմն աչքի ընկավ Տրամպի հետ հանդիպման ժամանակ օգոստոս ամսին 2025 թվականի եւ այստեղ նույնպես կարմիր զգեստով է, շատ հետաքրքիր է, որ այսինքն ինչ որ խնդիրներ կան Եվրոպայում, այստեղ իհարկե Ջորջո Մելոնի խորհրդանշում է Եվրոպան, լրջագույն խնդիրներ են լինելու Եվրոպայում, թե գրեթե բոլոր բնագավառներում, թե ռազմաքաղաքական, թե դիվանագիտական, այստեղ շատ բարձր ծանր վիճակ է, ֆինանսական, ամբողջ, պես ասած, շահույթը, եթե այսպես հետևենք այս թղթադրամները, թե որտեղ են գնում, նրանք գնում են դեպի սպառազինություն արտադրող կորպորացիաներ, այսինքն այդ կորպորացիաները ըստ էության ամենամեծ շահառուներն են այս բոլոր ռազմական կոնֆլիկտների, ռազմական դիմակայությունների եւ նրանք իհարկե ամենամեծ դիվիդենդները կստանան 26 թվականի, այսինքն զենքի արտադրությունը, նորագույն տեխնոլոգիաները, ֆարմացևտիկան, այսինքն դեղագործությունը, արհեստական բանականությունը լինելու են գալիք տարվա այսպես ակնառու տրենդը, այսինքն դրանք վերելք են ապրելու այս ոլորտները։ Իհարկե նաև օնլայն բիզնեսները բոլոր, այստեղ էս ուղեղը, որը կառավարվում է, մարդկային ուղեղը, որը կառավարվում է վահանակով, այսինքն արհեստական բանականությամբ կամ բլոգերների կողմից, որ մենք տեսանք հենց այդ ֆուտբոլիստը, հայտնի մարդ է, որը այդպես տշում է, կարողանում է շարժել ամբողջ երկրագունդը, սա շատ ցայտուն ձևով հենց ցույց է տալիս, որ նրանց ձեռն այդ բոլոր, պես ասած, մարդկության կառավարման թելերը իրենց ձեռքում են։ Եվ այս գինու բաժակները շատ տարօրինակ տեսք ունեն, նաև հնարավոր է հենց այդ ալկոհոլային խմիչքների արտադրանք հնարավոր է տրենդային լինի, կամ ինչ որ ուրիշ խորհուրդ ունի, հետաքրքիր է, ինչ կարծիք ունեք դուք սիրելի բարեկամներ, ինչ է նշանակում այս գինու բաժակները, ոնցից գինին թափվում է, ամեն դեպքում հետաքրքիր կլինի իմանալ նաև ձեր կարծիքը։ Այստեղ հետաքրքիր է պատկերված են մարդ, որը ընտրություն է կատարում եւ այս քվեաթերթիկի վրա խաչ է քաշած, այսինքն որևիցե արդար ընտրություններ սպասել 2026 թվականին պարզապես միամտություն է, ինչպես դուք հասկացաք, եւ բնականաբար այս ամենը նույնպես կառավարվում է այսպես համաշխարհային կառավարության կողմից եւ այս թղթադրամները հետաքրքրական է, որ այս թղթադրամների վրա որևիցե արժույթ չկա, այսինքն սա ինչ որ կամ այսինքն էլեկտրոնային փողեր են կամ ինչ որ այլ արժեքներ, որոնք իրականում այսպես ընդունելի են բոլորի համար, բայց որևիցե հստակ ինչ որ արժույթ դոլարի նշանն է միայն այստեղ դոլարը խորքային ճգնաժամ է ապրում եւ ըստ էության սնվում է ռազմական արդյունաբերությունից։ Սպորտը բավականին մեծ նշանակություն կունի նաեւ դերակատարում գալիք տարվա ընթացքում, այստեղ տեսնում ենք բազմաթիվ սպորտաձևեր, վազք, ֆուտբոլ, մշամարտ, կապի միջոցները նույնպես լայն զարգացում են ապրելու գալիք տարվա ընթացքում։
Ամեն դեպքում այս ամենը բավականին մտահոգիչ է, սիրելի բարեկամներ, այն ինչ որ պատկերված է այստեղ եւ ԱՄՆ-ի համար եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի համար, սա նշանակում է, որ ամեն դեպքում այդ խաղաղությունը համաշխարհային մակարդակով շատ հեռու է դեռևս ռուս-ամերիկյան ինչ որ այսպես ասած պայմանավորվածությունները կամ ինչ որ փաստաթղթի ստորագրումը շատ հեռու է դեռևս համենայն դեպս 26 թվականի ընթացքում դեռ այդ բանակցությունները շարունակվելու են, բայց այս պատկերը, որ այսպես բաժանում է արևելքը արևմուտքից, նա խորհրդանշում է, որ դեռևս ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծումը մնալու է այնուամենայնիվ միակ ելքը։ Այստեղ նաև Մոդիին ենք տեսնում, հա, այդ Հնդկաստանի նախագահին եւ Մոդին նույնպես պարում է, այսինքն սա նշանակում է, որ Հնդկաստանի հետ հակամարտությունը Պակիստանի հետ ընդհանրապես այդ բոլոր խնդրահարույց տարածքները շարունակելու են ուրեմն խնդիրներ հարուցել, նույնպես պարում է, այսինքն փորձում է ինչ-որ ձևով խուսանավել, այսինքն հակամարտությունից, բայց թե ինչքանով դա կստացվի նրա մոտ, ես չգիտեմ, շատ տխուր է իհարկե Եվրոպան այստեղ Ջորջո Մելոնիի կողմից ներկայացված, այսպես ձեռքերը իջացրել է եւ արդեն անճար է, անճարունակության մեջ է։ Այսինքն մենք հասկացանք, որ գարնանը հատկապես փետրվար եւ մարտ ամիսներին են փորձել, որտեւ մետաղյան վագրի վրա այդ ամիսը դա փետրվարն է, իսկ նապաստակի ամիսը, մետաղական նապաստակի ամիսը մարտն է լինելու։ Ինչ եմ ուզում նաև ասեմ, բավականին ամենալարված, իսկ ասեի, ամենալարված ամիսները, իհարկե ես կներկայացնեմ դա առանձին վիդեոներով կամ Facebook-յան եթերով, գալիք տարվա այդ բոլոր առանցքային կարևոր իրադարձությունները, ամիսներով, օրերով, բայց այժմ պետք է ասել, որ հատկապես բարդ եւ լարված է լինելու հուլիսը, որտեղ հուլիսին մենք ունենալու ենք Յուպիտեր եւ Պլուտոնի, Արեգակի եւ Պլուտոնի դիմակայությունը, Մարս մոլորակի ռազմատենչ եւ Ուրան մոլորակի միությունը երկվորյակներում, Պլուտոնը գիտեք որ ջրհոսում է, իսկ Արեգակը եւ Յուպիտերը գտնվելու են հուլիսին արդեն առյուծ կենթանակերպում եւ այս բոլոր դիմակայությունները իհարկե բավական մեծ լարվածություն են ստեղծելու ռազմաքաղաքական ասպարեզում ու շատ հետաքրական է որ այդ հենց հուլիսին ԱՄՆ-ն տոնելու է իր 250-ամյակը, այսինքն ամենաթեժ հակամարտության այդ ժամանակ, հավանական հակամարտության ժամանակ 250-ամյակն է ԱՄՆ-ի, որը որ որևիցե դրական իհարկե զարգացում մեզ չի հուշում։ Իհարկե այս ամենը իմ կարծիքով կապված է Դոնալդ Թրամփի հետ, որտեղ նրա աստղային քարտեզում շատ լարված մորակային փոխհարաբերություն եւ ձևավորվում է մեծ քառակուսի, հա, մեծ քառակուսին, որը որ հղի ամենաբարդ եւ ծանրագույն զարգացումներով։ Նմանատիպ մեծ քառակուսի կա նաև Զելենսկու աստղային քարտեզում եւ նաև խորհրդանշական է որ Պլուտոնը մոտենում է Զելենսկու արեգակին, որը նշանակում է որ ուզի թե չուզի, ուզեն թե չուզեն, ուզեն եվրոպացիները թե չուզեն, միևնույն է նա հեռացվելու է իշխանությունից։ Այս դրա մասին է խոսում։ Բավականին այդ Ուրանի եւ Մարսի միությունը իհարկե դա ռազմական միությունը երկվորյակներում է արդեն լինելու Ուրանը, գիտեք որ 26 թվականի ապրիլի 26-ին նա վերադառնալու երկվորյակներ եւ 7 տարի շարունակ գտնվելու է երկվորյակներում, այստեղ նաեւ Մարսի հետ է նա միացած, որը նույնպես նշանակում է կամ սպառազինությունների աճ կամ արդեն ինչ որ ռազմական թեժ իրարանցում իրադարձություն, որը որ տեղ անպայման ԱՄՆ-ն ինչ որ դերակատարություն է ունենալու եւ քանի որ դա 250-ամյակի ժամանակ է, որը Սատուրնի պարբերաշրջանի հետ է կապված, ինչպես հասկացանք, դա խորհրդանշում է մեծագույն խնդիրներ ԱՄՆ-ի համար ռազմական ոլորտում հենց այդ խնդիրներն են լինելու։
Հաջորդ բարդ շրջանը, այսինքն բարդ շրջանը լինելու նաև օգոստոսի 12-ից 28-ը, երբ տեղի ունենալու ամառային խավարումները, այստեղ ամենաբարդը եւ ամենավտանգավորը օգոստոսի 12-ի ամբողջական արևի խավարումն է, որը երևալու է հենց ԱՄՆ-ում։ Այսինքն սա նշանակում է, որ ԱՄՆ-ի վրա հատկապես բացասական ազդեցություն ուժեղ է լինելու այդ խավարման։ Եվ հաջորդը դա հենց 28 օգոստոսի, որը լուսնի մասնակի խավարումն է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ինչպես եւ նախորդ տարիների ընթացքում տարվա սկիզբը համեմատաբար ներդաշնակ է, համեմատաբար, եւ տարվա երկրորդ կեսը հատկապես հունիսի վերջից հուլիսից բավականին լարված է լինելու, մեծ լարվածությամբ աչքի ընկնում նաև սեպտեմբերի վերջը եւ հոկտեմբերի սկիզբը, որտեւ նույնպես այնտեղ Մարսն է սկսում դիմակայել այս անգամ Պլուտոնին եւ Սատուրն Արեգակը դիմակայելու է Սատուրն օրակին, որը գտնվելու է Խոյ կենդանակերպում, որը նույնպես բավականին ինչ որ բարձ զարգացումների ռազմական, նաև աղետների, ավերների, տարբեր տեսակի ավերածությունների, պատերազմների խորհրդանիշն է այդ ամենը։ Այնպես որ ունենալու ենք եւս մեկ բարդ տարի, սիրելի բարեկամներ, ինչպես դուք տեսաք, որտեղ այսպես մարդկային ուղեղը ամբողջությամբ լվացված է, կառավարվող է, ազատություն գոյություն չունի առհասարակ, եւ անգամ այստեղ այդ գերտերությունների ղեկավարները պատկերված են իբրև խամաճիկներ, ըստ էության, խամաճիկային ինչ-որ դա պարզ է, որ միշտ ես նշում եմ, ունենք պարզապես խամաճիկներ են համաշխարհային կառավարության ձեռքին։ Եվ այդ համաշխարհային կառավարությունը այսպես այդ այս վահանակի կոճակները սեղմելով պարզապես կառավարում է ամբողջ երկրագունդը։ Սրա մասին է խոսքը, բավականին բարդ կանխատեսումներ են, այսպես հեշտ հասարակ հեշտ եւ թեթև տարի չի լինելու, նամանդ որ հրեղենցիու տարի է, իսկ հրեղենցիու տարիները միշտ աչքի են ընկնում այսպես անկանխատեսելի զարգացումներով, բարդ զարգացումներով։ Կարմիր գույն այստեղ իհարկե շատ է, ինչպես նաև անցած տարվա շապիկի վրա նույնպես բավականին շատ էր կարմիր գույն, իսկ կարմիրը դա արյան գույնն է, սիրելի բարեկամներ, դա հակասության գույնն է, այստեղ ոչ մի ծառ չկա, ոչ մի թուփ չկա, այսինքն շարունակվելու է այդ էկոլոգիական աղետը տարբեր երկրներում համաշխարհային մակարդակով եւ այսպիսի զարգացումների ականատեսը կլինենք գալիք տարվա ընթացքում։ Գրեք նաև մեկնաբանություն, այս ֆիգուրն է շատ հետաքրքիր, ինչ է իրենից ներկայացնում, չգիտեմ, մարդ է թե այսինքն մարդ է, որը հրթիռ է բաց թողնում, նույնպես սա խոսում է այդ արևելքում շարունակվող պատերազմների մասին, Պակիստան, Հնդկաստան եւ այլ հնարավոր է այլ բախման կետեր լինեն։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, այս The Economist ամսագրի նոյեմբերյան շապիկը ներկայացրեցի ձեզ, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, ձեր հնարավոր է դուք ունեք ինչ-որ ձեր մեկնաբանություն, ձեր պատկերացումներ այս ամենի մասին, թե ինչ է սա նշանակում, ամեն դեպքում սա այսինքն նման է խրախճանքի ժանտախտի ժամանակ, ամենալավագույն ձևակերպումը սա է։ Այսքան է, սիրելի բարեկամներ, գրեք մեկնաբանությունում ձեր կարծիքը, կհանդիպենք, ցտեսություն։